Ողջույն, այսօր մեր 19-րդ դասն է, անցնում ենք 36 և 37-րդ էջերին, այս թեման նույնն է, անցել ենք արդեն G major և D7 ակորդները, այսօր այդ նույն ակորդները նվագելու ենք աջ ձեռքում ուղղակի, շատ հեշտ է լինելու դասը, օրինակ ես նույն թեման է, the G major and D7 chords for right hand, անցածը left hand էր, այսօր արդեն աջ ձեռքում է գտնվում, այստեղ մեր սխեման է արդեն, տեսնում ենք, որ նվագելու ենք, օրինակ կենտրոնից վերև, այսպես տրված է մեր սոլ մաժոր ակորդը, որը ուրախնչում է և այնուհետ նրան մոտ գտնվող D7, էլի շրջվածքն է։ Այստեղ նույն կանոնն է տրված, որ նորից չկրկնվեմ, կարդամ, արդեն գիտենք ինչ է տեղ ունենում, վերևի ձայնը մնում է նույնը, հետո արդեն մեջտեղի ձայնը ինչ է կատարվում, կես հնչյուն բարձրանում է վերև դեպի դո, իսկ ներքևի ձայնը կես հնչյուն իջնում է դեպի ֆա դիեզ, սոլից իջնում է դեպի ֆա դիեզ, այստեղ սա է տրված, իսկ այստեղ այդ վարժանքն է, վերևը տրված է նրան սիմվոլները, այսպես տեղի ունենում, որ նույնը կատարվում է մեր ձախ ձեռքում, այստեղ ասում եմ մի քանի անգամ պետք է նվագել, էլի տրված է նույն ակորդները, այսպես մեզ դուք նվագեք ավելի դանդաղ ու կրկնողությամբ, այսպես տրված է 4 քառորդում, իսկ ինչն է այստեղ արդեն ցույց տալիս, որ մենք ունենք block chords և broken chords, այսինքն այստեղ block-ը նշանակում է, որ իրար գլխի, այսպես տրված է, որ ունենք հարմոնիկ ձև տեսքով է նվագում, իսկ broken chords, այսինքն ինքը մելոդիշ, ինքը ավելի մեղեդային, իրար հետևից է գնում, ինքը ջարդված է, այսպես կոտրված ակորդ է նշանակում, նույն ակորդը այսպես աստիճանի ձևով է տրված, իսկ այստեղ իրար վրա է գրված, block chords, եթե այդպես լսում եք, այստեղ ասում է when all three notes of a chord are played together, it is called a block chord, նոր սա բացատրեցի, հենց դրա մասին է, երբ որ ասում է 3 նոտաներ իրար վրա, միասին է նվագում, նրանք ասում է block է կոչվում, when the 3 notes of a chord are played separately, առանձին, it's called a broken chord, այսինքն դա անվանվում է արդեն broken, կոտրված ակորդներ, ուրեմն play several times, մի քանի անգամ, հենց է տրված է վերևը block chord, broken chords, տեսնում ենք, սա մեր աջ ձեռքն է, սա block chord է կոչվում և G, տեսնում ենք մեր G ակորդն է, իսկ այստեղ արդեն տրված է broken, իրար հետևից, հետո արդեն այստեղ block chord, broken, սա սրան էր վերաբերում արդեն, իսկ սա արդեն ձախ ձեռքում, նույնը նաև ձախ ձեռքում է տրված, block chord, հետո broken, արդեն գալիս է մեր շրջվածքային D7-ը, հետո արդեն broken, կոտրված, առանձին, մեղեդային, իսկ այստեղ հարմոնիշ, սա էր, այսօրվա մեր թեման, հիմա անցնենք, որ այս ակորդները broken, այսինքն արպեջիոյի տեսքով որ նվագում ենք, անցնենք արդեն հաջորդ մեր էջում փոքրիկ ստեղծագործության մեջ կօգտագործվի այն։ Անցանք 37-րդ էջ, այստեղ նոր կանոն ենք տեսնում, մեր աջ ոտնակին է վերաբերվում, անցնելու ենք արդեն ոտնակներին, ուրեմն damper pedal, damper նշանակում է ավելի սենց խլացուցիչ, ձայնը երկարում է, հետո քիչ-քիչ խլացվում է, the right pedal is called a damper pedal, այսինքն աջ մեր ոտնակը անվանվելու է damper pedal, հիշենք, when you hold the damper pedal down, այսինքն երբ որ դու այն սեղմում ես ներքև, any tone, ամեն հնչյուն, your sound will continue after you release the key, այն պետք է արդեն շարունակելու է հնչել, երբ որ դու այն վերցնես, լոսլատն, այսինքն եթե պետալը վերցնում ես, այդ հնչյունը ինքը շարունակելու է հնչել, հետո որոշ ժամանակ հետո արդեն մարում է, այսպես, այստեղ ասում է the sign means pedal down, այսինքն այս նշանակում է պետալը, եթե այստեղ սեղմում ես, այստեղ պահվում է, hold pedal, հետո pedal up, այստեղ հանվում է արդեն, use the right foot on the damper pedal, այսինքն պետք է մեր աջ ոտքը միշտ այստեղ օգտագործել,
գործենք սրա համար, always keep your heel on the floor, heel-ը դա կրունկն է, այսինքն միշտ պետք է այդ մեր կրունկը պահենք այ հատակին, կրունկի մասը, սա կրունկի մասն է, պահում ենք հատակին, հետո այս մասը, թաթի մասը պետք է շարժենք, use your ankle like a hinge, այսինքն ankle մեր ծունկը, մեր ոտքի այդ ծունկը, վերևի մասը, ինքը հանդիսանում է որպես hinge, այսինքն այդ հոդը, որ մարմնի մասերը շարժվում է, հա, իր օգնությամբ արդեն այս մեր ոտքի թաթը պետք է ներքև վերև բարձրացնենք, բայց այս մասը մեր կրունկի պետք է միշտ հատակին մնա, սա արդեն օգտագործվում է մեր պեդալի համար, իմանանք, օրինակ հաջորդան ասում ենք harp song, harp-ը գիտենք, դա մեր տավիղն է, այդ լարային գործիքն է, որը որ շատ գեղեցիկ հնչում է հենց այս նոտաների համար, որ իրար հետևից են գնում մեղեդային, հա, ոչ թե հարմոնիկ, ու ավելի երկար հնչող, շատ գեղեցիկ է հնչում, այստեղ ասում է many pieces are made entirely or broken chords as this one is, հիմա ասում է, շատ ասում է փոքրիկ օրինակ այս գործերում, հա, դրվագներում, այն ակորդները դրանք ամբողջական են և այսպես գրում է broken, հա, այսինքն իրանք կոտրված ակորդներ են, իրար հետևից են գնում արպեջոյի նման, այստեղ հնչելու է կտեսնենք, այստեղ մենք ունենք moderately slow, այսինքն չափավոր դանդաղ, այստեղ տեսնում ենք մեր ակորդները արդեն վերևում տրված է, որ սա մեր սոլ ակորդն է, որը որ արդեն հաջորդաբար է գնալու, նույն սոլ ակորդն է, հետո արդեն D7, այսինքն սա մեր D, Re, սեպտիմ ակորդն է, որը որ արպեջոյի տեսքով է գնալու, էլի սոլն է, մեր սոլ մաժոր ակորդը, այստեղ 13/4-ի մեջ է, 1-2-3, 1-2-3, ինչ է տրված, մեր հնգագիծն է, տեսնում եք, սկզբից սկսելու ենք ձախ ձեռքով, հետո աջ ձեռքը, ձախը, հետո աջ, այսպես հաջորդաբար, մեսով ֆորտեից գնալու է պիանո, այսինքն առաջի անգամ, որ նվագելու ենք, այս փոքրիկ դրվագը պետք է նվագենք չափավոր բարձր, հետո արդեն երկրորդ անգամ, որ կրկնում ենք, այն պետք է պիանո նվագենք, այելի զախտ, ավելի մեղմ պետք է նվագենք, այստեղ ասում է first time mezzo forte, second time piano, այսպես, լեգատոները չենք մոռանում, լեգատո նշանակում է մենք կապակցված, այսպես, պեդալ, հա, ոնց որ այստեղ պեդալը տրված է մինչև այստեղ, սա մեր թեման է, որ վերցնելու ենք պեդալը այստեղ, պահելու ենք, մինչև այստեղ արդեն բարձրացնելու ենք ոտքը, նորից երկրորդում վերցնում ենք պեդալը, մինչև այստեղ պահվում է, որպեսզի երկար հնչի, որպես հարպը, հա, ինչպես ասենք մեր տավիղն է հնչում, այսպես երկար գեղեցիկ է, իսկ լեգատոները մեզ օգնում են, որպեսզի այն ձեռքը կապակցված նվագենք ու այստեղ մի փոքր ինչ հանում ենք, նորից կապակցված նվագում ենք, շունչ ենք վերցնում, նորից նվագում ենք, սա մեր շունչն է, այսպես ասած, հա, նոր շունչ, ու այսպես արդեն երկու անգամ պետք է կրկնենք, հիմա ես արդեն կտքավորեմ ձեռքը, չմոռանանք սոլ դիրքում ենք նվագելու, նրանք աջ ձեռքը, ձախ ձեռքը այստեղ, հիմա ես արդեն պատրաստ եմ, ձախ ձեռքով սկսում ենք ներքևի դիրքից 5-րդ մատով, իսկ աջ ձեռքը արդեն առաջինն է, 1, 3, 5, իսկ ձախը 5, 3, 1, այսպես սկսում ենք, հիմա արդեն մեկ անգամ նվագում եմ, գնացինք։ Այսպես է հնչում, տեսեք, պեդալի օգնությամբ կատարվեց, այսինքն պեդալ էի վերցրել, ինքը դրա համար ավելի երկար էր հնչում, նույնիսկ եթե այստեղ ես ձեռքը շունչ եմ վերցնում, հա, այսպես վերցնում եմ ձեռքս, մի փոքր, բայց պեդալը օգնում է, որպեսզի ինքը երկար շարունակի հնչել, այստեղ, իսկ այստեղ արդեն լրիվ նոր համ շունչ ենք վերցնում, համ նոր պեդալ, այստեղ արդեն պետք է զգացվի, որ չկա երկարացում, այսպես արդեն տրված է, որ մենք տեսանք, որ այս ակորդները ինչ ենք անում, նվագում ենք, այսինքն ինքը broken, հա, broken, ավելի կտրտված, արպեջոյատիպ ենք նվագում, սա էր այսօրվա մեր դասը,
ուրեմն այստեղ ինչ է ասում, also play hard song in the following gearpace, դա սրա մասին էր, հա, ուզում եմ ասի, որ կարող եք նաև փորձել օկտավ վերև նվագել եւ օկտավ ներքև նվագել, ինքներդ կարող եք սա փորձել ձեռքերը, այսինքն մեկ դիրք վերև որ նորից նվագել, որ ավելի բարձր հնչի կամ ցածր։ Սրա մասին է խոսքը։ Սա էր այսօրվա դասը, կհանդիպենք արդեն հաջորդ դասին։ Շնորհակալություն, մի շնորհ հանդիպում։